Սահմանադրությունը երաշխավորում է, որ ազգային ժողովի ընտրությունները պետք է լինեն ազատ եւ պետք է լինեն հավասար պայմաններում։ Սրանք կարևորագույն սկզբունքներ են։ Արդյոք Հայաստանում 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները համապատասխանում էին այս սկզբունքներին։ Իհարկե ոչ։ Դրա ապացույցները մենք մանրակրկիտ ներկայացրել ենք Սահմանադրական դատարանին։ Իդեպ մինչ այդ ներկայացրել էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, վարչական ռեսուրսի չարաշահում, ատելության խոսքի տարածում, քաղաքական հետապնդումներ եւ քրեաիրավական գործիքակազմը որպես վարչական ռեսուրսի գործիք օգտագործում, 100,000-ին հասնող ձայներ, որոնք ընդհանրապես վերահսկողական մեխանիզմ չեն ունեցել։ Այսինքն պատկերացրեք, ընտրություններին մասնակցել է 1,475,000 մեր հայրենակից։ Բայց ինչպես է ստացվում, որ այդտեղից 100,000-ավոր մեր հայրենակիցների նկատմամբ վերահսկողական մեխանիզմը եղել է տարբերվող։ Պատկերացրեք, ընդհանրապես ընտրությունների հավասարությունը եւ ազատությունը գնահատելու համար ելակետ վերցնում ենք նախագահի հրամանագիրը, թե երբ է տեղի ունենալու ընտրությունը։ Դա փետրվարի 7-ն էր։ Հունիսի 7-ին արդեն քվեարկության օրն էր։ Հետևաբար մենք ընտրախախտումների տեսանկյունից այս ողջ ժամանակահատվածը պետք է դիտարկենք։ Այնուհետև դիտարկում ենք հունիսի 7-ին հաջորդած ժամանակահատվածը, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդյոք իր գործունեությունը իրականացրեց օրենքով սահմանված կարգով, թե ոչ։ Այս ընտրությունները նրանով են հետաքրքիր, ճակերտներում, որ փետրվարի 7-ից մինչև հունիսի 7-ը, այնուհետև հունիսի 7-ից մինչև հունիսի 14-ը մենք ունեցել ենք զանգվածային կազմակերպված բնույթի ընտրախախտումներ։ Իդեպ բոլոր այս ձևակերպումները, որոնք վկայակոչեցի, խոսում են նրա մասին, որ Սահմանադրական դատարանը իրապես կարող է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը ճանաչի անվավեր։ Սահմանադրական դատարանը միակ մարմինն է, որ իսկապես բացառիկ լիազորությամբ է օժտված ընտրական վեճերով։ Սահմանադրական դատարանը թե վարչական դատարանից, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, թե ընդհանրապես այլ պետական մարմիններից, պետական իշխանության մարմիններից վեր է։ Ընդհանրապես հենց դա էլ պատճառն է, որ Սահմանադրական դատարանը կոչվում է բարձր դատարան։ Սահմանադրական դատարանի այսօրվա կազմը ցավոք սրտի անկողմնակալության, անկախության լրջագույն խնդիրներ ունի։ Պատահական չէ, որ Սահմանադրական դատարանը հենց իր նախաձեռնությամբ արդեն 2 դատավորի մասնակցությունը անհնարին է համարել այս ընտրական վեճով։ Բայց կա դատավոր, որի վերաբերյալ փաստորեն նման որոշում չի կայացվել, եւ դա լինելու է քննարկման առարկա։ 2026 թվականի հունիսի 26-ից մեկնարկում է Սահմանադրական դատարանում քաղաքական միավորների ներկայացրած դիմումների քննությունը։ Իդեպ թիվը դիմողների պատմության տեսանկյունից աննախադեպ է։ Իդեպ ընտրախախտումների բնույթն էլ եւս, որովհետև չենք ունեցել իրավիճակ, երբ քարոզարշավի ընթացքում ատելության խոսքի, վարչական ռեսուրսի չարաշահման, անվավեր ճանաչված քվեաթերթիկների թվաքանակը, վերահսկողություն չունեցած ընտրական քվեների նկատմամբ այս թիվը եւ ծավալը, իսկապես սրանք բոլորը աննախադեպ են։ Եվ դրանք պետք է մանրակրկիտ քննության առարկա դառնան։ Եվ Սահմանադրական դատարանում ընտրական վեճերը իրավաքաղաքական բնույթի են։ Հետևաբար, սիրելի հայրենակիցներ, ձեզանից յուրաքանչյուրի աջակցությունը, հանրային խոսքը եւ գնահատականը չափազանց կարեւոր է։ Վստահ եղեք, որ բոլոր այն մտահոգությունները, որոնք հենց տեսել եք նաեւ դուք, սկսած կենսաթոշակները փետրվարի 7-ին հաջորդած ժամանակահատվածում բարձրացնելուց, մինչև ատելության խոսք, մինչև անհասկանալի թափանցող ծրարով քվեարկություն, բոլորը, այդ թվում նաև նույն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրական տեղամասերի արդյունքները անվավեր ճանաչելը սեփական նախաձեռնությամբ, վարչական դատարանի վճռի անտեսմամբ, ինչպես նաև վերաքվեարկություն չանելը։ Բոլոր այս խնդիրները տեղ են գտել մեր դիմում եւ մանրամասն ներկայացվել են։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, Աստված բոլորին պահապան եւ իհարկե այս ժամանակահատվածը նաեւ բազմաթիվ անձանց նկատմամբ քաղաքական, քրեաիրավական ռեպրեսիվ գործողությունների ժամանակահատված։
Այդ իսկ պատճառով նաև պետք է արձանագրել, որ թող ազատությունը գերակայի եւ թող ազատություն լինի բոլոր քաղ բանտարկյալներին։ Աստված բոլորին պահապան, շնորհակալ եմ։